Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Դուք դիտում եք մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը Ֆորտունա լոռու-մարզային հեռուստաընկերության եթերում ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Նախ համառոտ թողարկման մեջ տեղ գտած իրադարձություններից մի քանիսի մասին։ Ինչ ունենք երեխաների իրավունքների մասին հռչակագիր ընդունելուց 21 տարի անց, նախկին վարչապետը կդառնար 62 տարեկան այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, 20 տարի առանց Մոնթեի ազգային հերոսը զոհվեց 1993-ի այսօրը, Ռուսաստանի նախագահը կրկին անդրադարձել է իր և կնոջ ապահարզանին, և հեղինակությունը վերականգնված է հայկական ֆուտբոլի 4-0 պատմական նվաճումը։ Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, նախկին վարչապետը կդառնար 62 տարեկան, ինչպես են հիշում Մարգարյան պաշտոնյային ու Մարգարյան մարդուն, իմացեք տեսանյութից։ Խոնարհվեց, աղոթեց։ Ով էր Անդրանիկ Մարգարյանի շիրմին ժամերով լուր աղոթում, խոնարհվում, Պանթեոնի հսկիչը հեռվից էր հետևում, աչքերը կկոցում, անծանոթը չի ճանաչում, որոշեց մոտենալ։ Ով կլինեք դուք ասում։ Ոչինչ չասող անուն ազգանուն, խորհրդավոր անծանոթն ինքն էլ Մարգարյանին մոտիկից չէր ճանաչում, վարչապետին ընտանիքի հետ գեղարդում էր տեսել, հենց Անդրանիկ Մարգարյանն էր մոտեցել իրենց ու այնպես զրուցել, կարծես 1000 տարվա ծանոթ էին, չեն էլ զգացել, որ դիմացինը երկրի երրորդ դեմքն է։ Այդպիսի մարդ ա եղել, որ ասում է, ես չեմ կարող այդ մոռանալ, այդ մարդին մոռանալ։ Պապիկի շիրմին այցելողներին թոռներն են դիմավորում, նրանք գրեթե ամեն շաբաթ են այստեղ, թեև փոքր են, բայց հիշում են պապը Անդրանիկին աշխարհի չափ էր սիրում, Սուսաննան էլ իր հրաշքն էր։ Միայն թե տեսախցիկի առջև արտահայտվելու հարցում պապիի համարձակությունը չունեն։ Որ երեխաները չեն տեսնում կամ թոռները չեն տեսնում, գնամ քնած են դնում, առօրյա են գալիս են քնած են դնում։ Հունիսի 12-ին Կարեն Ճշմարիտյանը գիրքը ձեռքին էր վարչապետի դուռը թակում։ Անգամ լավ գիրք էին նվիրել։ Նախարարները գիտեին, Անդրանիկ Մարգարյանը նվերի չէր սպասում, կարևորը մթնոլորտն էր։ Կուզենայի իհարկե որ ինքը մեր կողքին լիներ։ Այդ տարիների տնտեսության զարգացման պատասխանատուն հիմա է խոստովանում, սկզբում իրար այդքան էլ չէին հասկանում։ Վերջում արդեն շատ արագ էինք իրար հասկանում։ Սկզբից անգամ չէ, հետո շատ արագ։ Մարգարյանի դասընկերներն էլ 4-րդ դասարանից են լսել, չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գա ու հային ապրել սովորեցնի, միանգամից են նկատել, իրենց խմբակի լիդերը մենքի կրող է, միասնականության կողմնակից, տարիներ անց դա կրկնում են գործընկերները։ Համբերություն ու համախմբվածություն մեր հասարակության ու պետությանը նետված մարտահրավերները դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։ Մարգարյանի ծննդյան երեկոները սովորական խնջույքներ չէին, ընկերները դա սկզբունքների որոնման երեկո են անվանում, վարչապետը նույնիսկ կենասներով էր Արաքս հասնում։ Խմենք Արաքսի աջ ափի կենաց, որ ժամանակի ընթացքում լինելու է մերը։ Պանթեոնի հսկիչը պարտադիր մոտենում խունկ է ծխում, քանի տարի է տան սեփականաշնորհման համար պայքարեց, Անդրանիկ Մարգարյանն իրեն տան տեր դարձրեց։ Շակի Ղազարյան, Ալբերտ Գալստյան, Armenews։ Իդեպ մոլորակ լրատվականից անմիջապես հետո եթերում կլինի Անդրանիկ Մարգարյանի մասին պատմող ֆիլմ։ Շարունակում ենք թողարկումը 20 տարի առանց Մոնթե Մելքոնյանի, ազգային հերոսը զոհվեց 1993 թվականի այսօրը, ակնարկը ներկայացնում է իմ գործընկերը։ Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյան, նույն ինքը, Ավոն։
Ուղիղ 20 տարի առաջ այսօրը հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում հակառակորդի մարտական մեքենայից արձակված արկից զոհվեց ազգային հերոս Մոնթեն։ Հայաստանից հեռու Միացյալ Նահանգներում Եղեռնի ջրաններից Մազապուրց ու Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած մի համեստ հայի ընտանիքում ծնված երիտասարդը մի օր պետք է որոշեր թողնել խաղաղ կյանքն ու գալ հայրենիք։ Հող հայրենին պաշտպանել էր պետք։ Արցախյան ազատամարտին Մոնթեն զինվորագրվեց 1990 թվականին։ Շահումյանի շրջանից խիզախության ու արդարամտության շնորհիվ ամիսներ անց դարձավ Մարտունու ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը։ Մոնթեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին, նվաճելով համազգային սեր ու հարգանք։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման եւ բացառիկ ծառայությունների ցուցաբերած արիության համար Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն Արցախի հերոս կոչմանը, դառնալով ոսկե արծիվ շքանշանակիր։ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսպես է բնորոշել հերոսին։ Մոնթեն այն լավագույն լիդերներից էր, որն իր խարիզմայի շնորհիվ կարողացավ մեկ ղեկավարության ներքո միավորել Լեռնային Ղարաբաղը պաշտպանող հրամանատարներին։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ 1989 թվականին ՄԱԿ-ը ընդունեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, մինչ այժմ հռչակագրին միացել է 163 երկիր։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային Հայաստանը անդամակցում է արդեն 21 տարի։ Ինչ են փոխել տարիները եւ ինչ ունենք այսօր, փորձել է պարզել Անահիտ Կարապետյանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն երեխաների իրավունքների հռչակագրի բոլոր նորմերը կիրառելի են Հայաստանի օրենսդրական դաշտում, ավելին ունեն գերակաուժ։ Հետևաբար այս ոլորտի բոլոր օրենքները պետք է բխեին հռչակագրից։ Երեխաների իրավունքների մասին հռչակագրին միանալուց հետո Հայաստանում օրենսդրական դաշտում եղան փոփոխություններ։ 1996 թվականի մայիսին Հայաստանը ընդունեց երեխաների իրավունքների մասին օրենքը։ Բոլոր փոփոխությունների հիմքում երեխաների նկատմամբ մեծ ուշադրություն դարձնելն է, իսկ այս առումով լոռեցիների կարծիքները հակասական են։ Պաշտպանված են իհարկե, քան ասում են։ Ահագին փոփոխություններ կան։ Իսկ մեծերը պաշտպանված չեմ կարող ասել։ Որը որ ֆինանսով մի քիչ բավարարված է, նրանք լիարժեք օգտվում են իրանց ամեն արտոնություններից, որը որ ֆինանսը չի բավարարում, բաց չի, որ նրանք արդեն ամեն ինչում էլ կթերանան։ Հայաստանի Հանրապետությունը ընդունեց մի շարք օրենքներ, մասնավորապես ես ուզում եմ նշեմ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, սոցիալական աջակցության մասին օրենքը ընդունվեց։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է ոչ միայն երեխաների իրավունքները, անդրադառնում է նաև պարտականություններին։ Եվ սկսվեց քայլ առ քայլ արդեն իրականացվել եւ կոնվենցիայի, եւ օրենքների, եւ նաեւ ազգային ծրագրի դրույթները։ Մասնավորապես Հայաստանում ստեղծվեց երաստիճան համակարգ երեխաների իրավունքների պաշտպանության, այսինքն առաջին դրա ուրեմն հիմքը դա համայնքներում ստեղծված խնամակալության եւ ողջաբարձության հանձնաժողովներն էին։ Երկրորդ աստիճանը իրենից ներկայացնում էր մարզպետարանների, ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժինների բացումը, այնուհետ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ստեղծումը։ Այս երաստիճան համագործակցության արդյունքում, որը համագործակցում էր պետության բոլոր կառույցների հետ, հնարավոր է դառնում ավելի մեծ ուշադրություն եւ հսկողություն սահմանել այն երեխաների նկատմամբ, ովքեր դուրս են մնում ծնողական խնամքից եւ հանդիպել են տարաբնույթ խնդիրների։ Կոնվենցիայում հստակ սահմանվում է ինչ կարգավիճակ պետք է ունենա ցանկացած երեխա, որը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, որը առանց ծնողական խնամքի է մնացել, որը գտնվում է հաստատությունում։ Այսինքն կոնվենցիան իրենից ներկայացնում է այն ոլորտները, որոնք ուղիղ առնչվում են ընտանիքի եւ երեխաների հետ, որովհետեւ մենք եթե ուշադիր ընթերցում ենք կոնվենցիան, ինքը ճիշտ է կոչվում է երեխաների իրավունքների մասին, բայց այնտեղ մեծ անդրադարձ կա նաեւ հասարակության, ընտանիքի պատկան մարմինների մասին։ Նարեկ Սարգսյանը հավելում է նաեւ, որ երեխաների ու նրանց իրավունքների նկատմամբ ուշադրություն պետք է դարձնեն ոչ միայն այս ոլորտի ներկայացուցիչները, այլ նաեւ քաղաքացիները, կոտրելով երեխաների նկատմամբ ունեցած անտարբերությունը։ Չնայած նկատում է նաեւ, որ մեր երկրում եւ Լոռու մարզում երեխաների իրավունքների պաշտպանության դաշտը բավականին ակտիվ է։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է, որտեղ մեծ է նաեւ Լոռու մարզի դերը։ Աշնանը փոփոխությունները կներկայացվեն ազգային ժողովի դատին ու կրկին կարվի ամեն ինչ երեխաների իրական պաշտպանությունն ապահովելու համար։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրույցյան, Արեն Ոսկանյան, Մոլորակ։
Մեկ մարզական լուր հեղինակությունը վերականգնված է Հայաստանը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Դանիայի դարպասը։ Մինչդեռ խաղից առաջ թիմի հաջողությանը ոչ ոք չէր հավատում, ոչ բուքմեյքերները, ոչ էլ արդեն նույնիսկ հայ երկրպագուներից շատերը։ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում հեղինակությունը վերականգնելու խնդիր ուներ։ Թիմի հաջողությանը ոչ ոք չէր հավատում, ոչ բուքմեյքերները, ոչ էլ արդեն նույնիսկ հայ երկրպագուներից շատերը։ Եվ ահա չէին հասցրել սառնարյուն դանիացիները տեղավորվել իրենց նստատեղերում, չէին հասցրել մեկ կում անել իրենց գարեջրից, դեռ ժամացույցի սլաքը չէր հասցրել կատարել առաջին պտույտը, երբ Յուրա Մովսիսյանը պայթեցրեց պարկենը։ Խուճապահար դանիացիները նետվեցին առաջ, նրանք մեկ ներում էին մեր պաշտպաններին նրանց սխալները, մեկ դիմում սիմուլյացիայի, եթե հարմար պահ էր լինում։ Գևորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը դիպչելով դարպասաձողին զգուշացրեց տանտերերին, որ հետ նայել է պետք։ Չլսեցին, շարունակեցին գրոհել ու ստացան երկրորդը։ Սեփական կիսադաշտից Վալերի Ալեքսանյանը գեղեցիկ կերպով գնդակը կախեց ուղիղ Արազ Օզբիլիսի վրա։ Արազն էլ դիպուկ էր։ Մեր տղաների մոտ ստացվում էր գրեթե ամեն ինչ, եւ մոտ տարածության վրա կարճ փոխանցումները, որոնց համար թիմին համեմատում են Բարսելոնայի հետ, եւ անհատական գերազանց խաղը, եւ սառնասրտության դրսեւորումը վճռորոշ դրվագներում։ Վարազդատ Հարոյանը այդ օրը ամբողջությամբ զրկեց անհատապես իր կողմից հսկվող 2 մետրանոց Անդրեաս Կորնելիուսին երկրորդ հարգից։ Ամեն ինչ լավ էր, կաղում էր միայն պաշտպանությունը։ Երկրորդ կեսի մեկնարկում թվաց, թե դանիացիները կկոտրեն Սառույցը, բայց դա միայն թվաց։ Հայաստանի ընտրոնու մոտ պարկենում ամենից լավը հաջողվում էր մրցակցին հակագրոհի վրա բռնեցնելը։ Երրորդ գոլն այդպես ծնվեց։ Մովսիսյանը ձախ եզրում երեխաների նման շրջանցեց Յակոբսենին ու Կրիստին ու փոխանցեց գնդակը կենտրոն։ Հենոն ու Արաձը ֆուտբոլային արկը հասրին Տուգանային, որտեղ էլ Յուրան ձևակերպեց դուբլ։ 3-0 հաշիվ, որը լուսատախտակին Օլսենի 11 ընկերները դժվար թե տեսնեին անգամ ամենամղձավանջային երազում։ Բայց դա էլ վերջը չէր։ Այդ երեկո իր գոլային քաղցը դեռ չէր հագեցրել մեր ընտրանու առաջատարը։ Գոլային դրվագում Հենոն կարող էր հանգիստ գնդակը փոխանցել ավելի լավ դիրքում գտնվող Մովսիսյանին, բայց պահեց, 1 խաբեց պաշտպանին, 2 ու զարկեց։ Յուրան նեղացողներից չի։ 4-0 հաղթանակ, որը հետ նվաճեց հայ երկրպագուների սիրտը։ Հաղթանակ, որը հետ բերեց այն հավաքականը, որին մենք արդեն սովորել ենք։ Եվ եթե Մալթան Երևանյան հաղթանակը որակել էր պատմական, Ալեքսեյ Նիկոլաևի եզրափակիչ սուլիչից հետո բոլոր դանիական լրատվամիջոցները խոսում էին պատմական ֆիասկոյի մասին։ 4 եւ ավելի գնդակի տարբերությամբ առաջին տնային ֆիասկոյի վերջին 54 տարիների ընթացքում։ Սա Դանիայում, իսկ Երևանում հավաքականի հավատարիմ երկրպագուները լցրել էին բոլոր փաբերը, հազիվ էին նստել, որ նայեն ու Առաջին խաղակեսի ավարտից հետո երկրպագուները գուշակություններ էին անում, ինչ կլինի հետո։ Հիանալի սկիզբ էր, հենց առաջ խաղակեսում 2 անպատասխան գնդակ ու կանխատեսումները միայն լավագույնն են, հույս ունենք 4-0։ Հավաքականը էլի ցնցնա ուղեղները մտնի, որ մտնում են դաշտ, ուրեմն գոլ։ Մեզի գոլ է պետք, առաջներցին ու խաղը մեր համար էդի գոլն է։ Հետո նույն երկրպագուները ավանդույթի համաձայն լցրին արդեն հանրապետության հրապարակը։ Մալթայից հետո էլ էին այստեղ, բայց դանիական հեքիաթից հետո տրամադրությունը բոլորովին այլ էր։ Զվարթնոցը նույնպես լիքն էր, ընտրանու ֆանակումբը եկել և սպասում էր տղաներին։ Կարծես գիտեին, որ հավաքականի մի մասը անմիջապես խաղից հետո վերադառնալու է, չսխալվեցին։ Անհաշվով չէ, բայց հաղթանակ սպասում ենք, տրամադրած ենք հաղթելուն, որտեղ Մալտայի խաղը պատահականության արդյունք էր ու երևի Այս խաղի արդյունքն էլ արդեն տրամաբանական էր, էլի։ Դե մենք միասնական եղանք մարզիչների հետ եւ ֆուտբոլիստների հետ ու գիտենք, որ այս խաղը շատ բան է կախված։ Միասին եղանք ու կարողացանք անել։ Սասանված հեղինակությունը վերականգնված է, դանիացիները ջախջախված։ Առջևում դեռ 4 հանդիպում կա եւ մեր ընտրանին տեսականորեն դեռ պահպանում է խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու շանսերը։ Եթե այսպես խաղան բոլոր մնացած խաղերում, երազանքը կկատարվի, իսկ տղաները ցույց տվեցին, թե ինչի են իրականում ընդունակ։ Վարուժան Հովսեփյան, Ռոբերտ Գասպարյան, Ռոմ Աղաջանյան, Armnews։ Հրաշալի հաղթանակ էր, համոզված եմ այս հաղթանակի մասին դեռ կխոսեն ինչպես Հայաստանում, այնպես էլ պարտված։
պետությունում, իսկ մենք արդեն անդրադառնում ենք եղանակի կանխատեսումներին, ինձ հետ է Էռնա Անտոնյան, Էռնա, բարի օր։ Բարև Սարգիս։ Ինչ նորություններով ու կանխատեսումներով ես եկել Էռնա։ Սարգիս, անդրադառնանք նորություններին, ջրհեղեղները, որոնք սկսվել էին Գերմանիայում մոտ 2 շաբաթ առաջ, արդեն հասել են երկրի հյուսիս։ Վտանգ կա, որ ջուրը հնարավոր չի լինի հեռացնել, աղետալի վիճակում է գտնվում Լաումբուրգ քաղաքը, որտեղ ջուրը ծածկել է կարևոր մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող կենտրոնը։ Տարհանվել է մոտ 300 մարդ։ Երկրի արևելյան մասում ջրի մակարդակի նվազում է նկատվում, իսկ արևմտյան մասում Համբուրգի ուղղությամբ ջրի մակարդակը հասնում է առավելագույնի։ Որոշ տեղեկություններով արդեն ռեգիոններից մեկում եւս մեկ զոհ կա։ 61-ամյա տղամարդը, ով փորձել է ջուրը ռետինե խողովակի միջոցով հեռացնել, պատահմամբ հոսանքահարվել է։ Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել եւս 7 զոհերի մասին։ Հիմա արդեն անդրադառնանք մեր տարածաշրջանի եղանակային կանխատեսումներին։ Հունիսի 13-ին օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, միայն հյուսիս-արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին հնարավոր անպամացության ավելացում, կարճատև անձրև ու ամպրոպ առատ տեղումներ չեն սպասվում, կարկուտի հավանականությունը փոքր է։ Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-ից 18 մետր/վայրկյան հեռագությամբ։ Հանրապետության հարավային կեսում հաստատվել է արևային առանց տեղումների եղանակ։ Լավ ժամանակ է հանգիստն այստեղ անցկացնելու համար։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Ժամը 13-ից 17 ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է պատսպարվել արևից։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 7, ցերեկը 26 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 12, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 14, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 10, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 10 աստիճան, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 11, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Երևանում հունիսի 13-ին կդիտվի արևային առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում 7-ից 10 մետր/վայրկյան հեռագությամբ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչև 30 աստիճան տաքություն։ Սարգիս, անկախ եղանակային կանխատեսումներից ճպտացեք հաճախ։ Այդպես էլ կանենք Էռնա, շնորհակալ եմ եւ այս նման տեղեկությունների, ջերմ տեղեկությունների կարիքը վաղուց ունենք։ Շնորհակալ եմ կանխատեսումները ներկայացնելու համար։ Բարեկամներ, մոլորակ լրատվականների աշխատանքներին հետևեք առավոտյան 8-ին, 13-ին, երեկոյան 18-ին եւ գլխավոր թողարկումը ժամը 22-ին։ Մեր թողարկումները դիտեք նաև YouTube վիդեո հոստինգում, որոնման բաժնում պարզապես գրելով Fortuna 1 TV։ Այսքան այս թողարկման համար, մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Fortuna ցտեսություն։